բռնապետ ոչ ենք դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր գործիչ էր, Ազգային ժողովում նրա ելույթները ավելի սուր էին։ Հարգելի է, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասելու են, միշտ դա ասելու են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ եւ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում 34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի են։ Չի կարող դες բանել։ Շատ վատ դեպք կա, Հանրապետություն կուսակցություն, լսեք, քաղաքական հետևանքը, լսեք, հարգելիս, դատապարտելը որն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք հասցեատերը ով է։ Լսեք, քաղաքապետի ենթակայություն, քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, երեք վարչապետը ասել է, հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևոր։ Կարևորը է, որ այդ հետևանքը Հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով Հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Դրա հակառակն է ստանալու։ Դուք կողմ եք, այսինքն ԿՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք Հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ Այո, ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա եւ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Դու փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա? Որ ասում եք ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ձեզ թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են ինչ որ մարդիկ, ինչ որ խումբ մարդիկ, ինչ որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրանց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ միացենց պուճուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, այդ ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել։ Այն որ բերում են նամակներ են տալիս, իբր ներողություն թող վերջացնեմ։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա բարձա չէ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, ասենք այդ ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա իմ քայլը չքանդվեց։ Հիմա իրանք այնց լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանաստեղծ է։ Հետ կապված այսօր հրապարակում կար ճիշտ գուցե հերքեք, որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այսպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի։ Որևիցե բան, ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ եմ համարում։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են մի րոպե շողից սպանել ես բոլոր մշտապես բոլոր այն բաները որոնք որ դուք ասում եք որ դա չի քննարկվում հետևանք չի ունենում հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով եւ այդ մենք ունենք ինքնակնդատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնակնդատության օրերից մեկի ժամանակ հետ կապված բիզնեսների հետ բան չկա սխալ եմ ասում նման բան չկա իդեպ հարցազրույցը 2 ամսին կնայեք դրա այդ հարցին եմ անդրադառնում նման բան չկա Պարոն Սիմոնյան, երբ որ դուք ասում եք ձեր թիմն դատապարտում եք այդ խաղապետարանի դեպքը եւ ասում եք որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի Հանրապետություն կուսակցությունը Ես իմ կարծիքն եմ ասում Ես հասկացա բայց սա արդյոք նշանակում է որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի որ կոալիցիան չփլուզվի
Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղերից ջրածին։ Ուստի ձեր հարցը, կարծում եմ, պատասխանը կա այդ Հայտարարությունից։ Ասել են կարծեմ Մալացիա Սեբաստիայի, ասել են որ հսկայական կարող է։ Պաշտոնը վայր դնել է եւ կոալիցիան բաժանել է դա տարբեր բաներ են մեկ։ Երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է։ Ես չեմ կարծում, որ Հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ, գիտեք ինչ, իրանք մեր գործընկերներն են, մենք իրանք հարգալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղին, բայց դուք ինչ թողեցիք ես ավարտեմ։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք։ Եվ այդ համարձակությունը, եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ ազատ մտքի ազատության ջատագով ուժին միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ։ Ինչու Տիգրան Աբինյանը Շնորհակալություն մեզ կամ ազատություն ռադիկալ։ Շնորհակալություն։